Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր նկարելու եմ վիդեո, իսկ թե ինչ վիդեո գտնեք հենց հիմա։ Ուրախ եմ ձեզ հյուրընկալել Նոյելի խոհանոցում։ Այսօր ես միայնակ չեմ, ինձ հետ է իմ մտերիմ ընկերը Մաքսիմը և իմ եղբայր Սիմոնը։ Տեսած կլինեք իմ վիդեոներում նկարվելը։ Իսկ հիմա անցնենք վիդեոին։ Մենք բազմաթիվ նամակների խնդրանքով այսօր նկարելու եմ challenge։ Ենք այս ամենի մեջից թղթիկներ, որոնց վրա գրված են բաղադրիչներ։ Այսօր պատրաստում ենք պիցցա։ Արդեն պատրաստ է, իսկ հիմա անցնենք պատրաստելուն։ Ավելի ճիշտ կաշենք, որ պատրաստենք։ Մենք ունենք 3 հատ խմոր։ Ինչպես տեսնում եք, 3 մասնակից ենք։ Մեկս պատրաստելու ենք մեր պիցցան, մեր իսկ շատ բաղադրիչներով։ Արդարության համար ցելակցենք 3-ով եւ ով առաջինը դուրս եկավ, նա էլ առաջինը կանի։ Հետո չինգաչուն կանանեն երկուսը եւ կիմանանք երկրորդ ովը։ Ցելա առաջինը Սիմոնը։ Չինգաչուն։ Հետո Մաքսիմը, հետո նոր ես։ Հիմա առաջինը Սիմոնը քաշում։ Հիմա հələ չասես բաղադրիչը։ Քաշի, հələ չասես։ Սիրելի հետևորդներ, հիմա մինչև վերջ քաշենք, որ բաղադրիչները քաշենք, նոր ձեզ կասենք բոլորը։ Պանիր ալաշկերտ, Բոնուսը այն է, երբ որ ինչ ուզես կարող ես ընտրել։ Դու ինքդ ինչ բաղադրիչ ուզում ես կարող ես ընտրել։ Մեկ հատ բայց մոռաց ասել սոուսը բոլորիս համար է, քաշել չենք կարող։ Եվ լոլիկ։ Ես ուրախ եմ, իսկ այ ինչ կընտրեմ բոնուսը, դուք կիմանաք պատրաստելուց հետո։ Երշիկ բժշկական, պանիր սուլուգունի և զեյթուն։ Կանում ես շատ ուրախ եմ, քանի որ ամենանորմալ բաղադրիչները ինձ են ընկել, կարող եմ դրանցով սարքեմ, դե ինք տեսնենք ինչ կստացվի։ Դել է մեկ բոնուս, երկու բոնուս և որսորդական երշիկ։ Երկու բոնուսը նշանակում է ինչ բաղադրիչ ուզեմ կօգտագործեմ։ Հիմա ես եմ առաջինը պատրաստում, ես ընտրել եմ իմ բոնուսը ձիթապտուղ։ Հիմա իմ բաղադրիչները, որ հիմա կլցնեմ սոսը։ Որ խնդրեմ ինձ այդտեղից կսելու հարմարան կտակ։ Սիրելի հետևորդներ, հիմա ավելացնում ենք պանիրը։ Լոլիկ խեսան։ Իմ պիցցան պատրաստ է։ Իմ հերթն է, ես բոնուսը ընտրել եմ լոլիկ և պանիր։ Հերթին կսում ենք սոսը։ Հիմա ավելացում ենք պանիրը։ Մենք երշիկը։ Բաղադրիչն ենք ավելացում լոլիկը։
Ես վերջ։ Եկավ իմ հերթը, ես իմ պիցայի մեջ ավելացնելու եմ զեյթուն, պանիր և երշիկ։ Սկսենք կեչուպից։ Հիմա ավելացնում ենք պանիրը։ Քիչ ավելացրեցի պանիրը, որ վրայից լցնեմ երշիկը, հետո վրայից նույնպես լցնեմ պանիրը։ Վերջում ավելացնում ենք զեյթունը։ Ահա եւ վերջ, երեքից պիցաներն էլ արդեն պատրաստ են։ Հիմա կփորձարկենք եւ ամենս մեր կարծիքը կասենք։ Առաջինը կուտենք։ Սա իմն էր։ Ինչքան կգնահատեք իմը։ 10-ից 7։ Ես 10-ից 9։ Դու 10-ից 8։ Հիմա փորձարկում ենք Մաքսիմինը։ Ինչքան կգնահատես։ Քոնը 10-ից 9։ Մաքսիմինը 10-ից 9։ 10-ից 10։ Շամիկինը։ Ինչքան կգնահատես քոնը։ 10-ից 9։ Դու 10-10։ 10-ից 9։ Դե ինչ, այսքանն էր մեր վիդեոն։ Հաղթեց Մաքսիմի պիցան։ Դե ինչ, այսքանն էր մեր վիդեոն։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, սեղմեք զանգակին, որպեսզի հետագա վիդեոները բաց չթողնեք։ Դրեք լայքեր։ Սա էլ իմ Instagram-ի էջը, բաժանորդագրվեք իմ Instagram-ի էջին։ Դե ինչ, դες էր Մաքսը, Սյոմը և Նոել Թոթոլյանը։